Երգիչ Գևորգ Մկրտչյանի կինը Քրիստինա Հովհաննիսյանը։ Օրերս իր զկեսուր մայրիկի հետ անհարմար հարցեր ֆորմատով նոր հոլովակ էր հրապարակել իր ինստագրամյան հարթակում։ Առաջարկում ենք դիտել հոլովակն առանց մեկնաբանության։ Անհարմար հարցեր զկեսուր մայրիկին։ Պատրաստ ես։ Իհարկե։ Ես քո համար ավելի շատ աղջիկ եմ, թե հարս։ Իհարկե աղջիկ։ Եթե նենց ստացվեր, որ ես ու Գևը չամուսնանայինք, կուզեիր ուրիշ հարս ունենայիր, թե Գևը տենց էլ չամուսնանար։ Թող գնար քո սիրտը շահել հետ բերեր։ Եղավ Գև ջան։ Իմանամ քո բոլոր գաղտնիքները, թե դու իմ։ Ինձ թվում է մեր մեջ գաղտնիք չպետք է լինի։ Եթե լիներ կբամբասվեք, ինչ ա եղել։ Բամբասվեք։ Իմ փոխարեն որ տարբերակը կընտրեիր։ Աշխատեիր Imagine Live-ում ու ունենայիր ճկուն գրաֆիկ, թե ֆիքսված գրաֆիկով 9-ից 6-ը ուրիշ տեղ։ Ինձ թվում է Imagine Live-ում ազատ գրաֆիկով։ Ես եմ մամամիտ։ Եթե մեքենայի արագությունը գերազանցող ծանրություն կար, ում վրա կկասկածեիր, իմ թե Գևի։ Գևի քշում տեսել։ Ահա։ Կրիայից դանդաղ նորից եւ նոր տենց քշում։ Ուրեմն եթե դու չես, ուրեմն Չէ, հաստատ ես եմ իմ վրա կկասկածեմ։ եթե ես ու Գևը շատ ուժեղ վիճենք, ում կողմից կլինես, իմ թե Գևի։ Իհարկե հարսի կողմից կլինեմ, բայց Բայց- ես դիտել կդաստիարակեմ։ Օ, Գև չվիճես։ Այսպես կդաստիարակի ինձ ու քեզ։ Այս անգամ մեր հարցերը այսքանն էին, իսկ մենք գնացինք բամբասվելու։ Գնացինք։ Դերասան Գևորգ Մկրտչյանն ու նրա կինը, դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանը, իրենց մայրերին անակնկալ են մատուցել։ Զույգն առանց նախապես պայմանավորվածության վերցրել է մայրերի անձնագրերը եւ գնել է Դուբայի տոմսեր։ Գնում ենք մամաների հետ Դուբայ, բայց իրենք դեռ չգիտեն այս մասին, նշել են Գևորգն ու Քրիստինան։ Մայրիկներն անակնկալի մասին իմացել են միայն մեկնելու օրը։ Առաջարկում ենք դիտել ջերմ եւ էմոցիոնալ հոլովակներն առանց մեկնաբանության։ Մենք այսօր եկել ենք, գիտեք ուր, հեսա ցույց տամ։ Այո, ոնց կարող եք հասկանալ, եկել ենք Բուրջ Խալիֆան տեսնելու։ Շատ սիրուն է, աննկարագրելի է ուղղակի։ Գիտեք, այստեղ շատ շոգ է, շատ։ Ես ոնց միշտ սոված եմ, կգնանք հաց կուտենք, հետո Դուբայ մոլից գնումներ կկատարենք, կարծում եմ, որ ինձ համապատասխան սիրուն բաներ ես կգտնեմ ու բնականաբար կանենք գեղեցիկ լուսանկարներ։ Վերջապես մի ժամ մանգալուց հետո գտանք մենք Բուրջ Խալիֆին տեսնելու տեղը։ Գնանք նկարվենք, այնքան վատ ժամ է, որ նկարներ շատ վատ է դուրս գալիս։ Ժողովուրդ, մենք պետք է ձեզ մի բան խնդրենք, ուրեմն մենք նորից ենք հոլովակը տեղադրել, որը որ երեք ենք տեղադրել, պատահական Ավելի քան 400,000 դիտում կար, բայց պատահական ջնջվել է, նույնչափ եթե ակտիվ լինեք, շատ գոհ կլինենք։ կարող եք թողնել մեկնաբանություններ, որովհետև ես անձամբ չեմ հասցրել տեսնեմ դուք ինչ եք գրել, բայց այս անգամ խոստանում եմ, որ ես անձամբ գտնելու եմ եւ այդ ամենը կարդալու եմ, պատասխանելու եմ իր խոսքով։ Եղեք Սպասում ենք ձեր մեկնաբանություններին, որպեսզի փոխում հայտնվի։ եկել ենք Մարիա Ջումերիա, Մարինա։ Մարին։ Եվ իսա անունն է սխալ ենք ասում։ Դե հիմա լավ, ոչինչ, մի խոսքով։ Այդտեղ ենք եկել, հեսա ձեզ ցույց կտամ։ Այստեղ նոր տարի ամեն կարճատ դեպքում, ըստ նոր տարի է։ Այնտեղ ինչ հավես է։ Մի խոսքով ես հեսա ձեզ ցույց տամ այստեղի մթնոլորտը։ Տեսեք։ Որտես կարուսելն է, հավեսին, լրիվ մեի Քրիսմասը։ Եվը կորավ։ Անդամ տնազարկա։ Եկել ենք Դուբայ մոլ ու կորել ենք Դուբայ մոլում, ուզում ենք գնանք հասնենք Բուրջ Խալիֆային, բայց չենք կարողանում։ Բայց ես այստեղ շատ հետաքրքիր խանութներ եմ տեսնում, որը մենք հետո պարտադիր պետք է այցելենք։
ծառերի հետ։ Մենք սենց եկել ենք ու ինչ-որ շատ կոլորիտային տեղ ենք ընկել։ Այ հիմա ես զգում եմ, որ ես արաբական երգում եմ։ Ինչ ես տեսել։ Ինչի մինչև այդ չէր։ Չէի զգում, հավատա, որ չէի զգում։ Ոյ լավ է։ Վայ, այստեղ նայեք։ Տեսնես լավն է։ Եվ հլը կբացես։ Ոյ մամա ջան։ Hello. Прям պիչի։ How much is this? Եվի անգլերեն է եկեք տեսնենք։ How much? 100, ես իմիջ։ Գիտեք, մենք մենակ ռուսերեն ու հայերեն գիտենք, ոչ։ 50-50 անգլերեն էլ գիտենք։ Լիա Հովհաննիսյանի Live-room հաղորդաշարի սերշարքում հյուրընկալվել էին Գևորգ Մկրտչյանն ու կինը Քրիստինա Հովհաննիսյանը։ Star News-ը հետևեց զրույցին։ Որոշ ժամանակ առաջ քննարկումներ եղան Քրիստինայի հետ կապված։ Գործընկերներից Ռոզա Դավթյանը խոսել էր այն մասին, որ ներկա չի եղել հարսանիքին, հրավեր չի ստացել։ Խոսվել էր նաև, որ նախկինում ունեցել են ընկերական հարաբերություններ, որը չի պահպանվել։ Քրիստինան մեկնաբանեց այսպես. Շատ մտերիմ կապը հեռուստապրոյեկտի հետ էր կապված։ Երբ խաղում ես մտերիմ ընկերներ, այդպես էլ ընկալվում է հարաբերությունները։ Մենք շատ մտերիմ չենք եղել։ Հարսանիքի հետ կապված ես իմ կողմից հրավիրել եմ այն մարդկանց, ում հետ շատ մտերիմ էի, մնացածին Գևնա կանչել։ Հաղորդման շրջանակներում զույգը խոսեց նաև երեխա ունենալու մեծ ցանկության մասին։ Զույգը եկել է ներքուստ այն մտքին, որ պատրաստ է ծնող դառնալ։ Գևորգ Մկրտչյանն անկեղծացավ։ Հիմա իմ գլխավոր նպատակն է, որովհետև ուզում եմ լիարժեք ընտանիք ունենամ, բայց սպասում ենք, Աստված երբ ցանկացավ այդ ժամանակ էլ կլինի։ Ցանկությունը մեր մոտ մեծ է, սպասում ենք։ Չեմ ասի չեմ նեղվում, որ այսքան ձգձգվում է, բայց եթե հիմա չի լինում, միգուցե դա է ճիշտը ու պետք է սպասել։ Քրիստինան ևս խոսեց. Սկզբից շատ էի վախենում, բայց ինչքան երկար եմ Գևի հետ ապրում, այդքան ավելի վստահ եմ լինում։ Հիմա լիարժեք կարող եմ ասել, որ պատրաստ եմ, ամեն դեպքում նեղվել պետք չի։ Ինձ թվում այս թեմայի շուրջ Գևը ավելի է սրտնեղում, որովհետև վաղուց էր պատրաստ։ Ես ավելի թեթև եմ նայում, երբ տեսնում եմ տխուրը հասկանում եմ, որ թեմայից կարար տխրեր, ես եմ սկսում։ Մինչև խոսացնում եմ հոգիս հելնում է, ամեն դեպքում առանց երեխա չենք լինելու։ Մեզ այսօր բոլորից ուրախ ժամանց, ոնց որ սենց ուրախ սկսել ենք այսօրվա